1935 թվականի փետրվարի 12-ին Ալավերդու Ահնիձոր գյուղում ծնվել է հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։ Կինոն սիրող եւ այն արհեստ համարող Մաթևոսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում եւ խմբագրություններում։ Գրական գործունեությունը նա սկսել է 1960-ականներից։ Հրանտ Մաթևոսյանի առաջին տպագիր գործը Ահնիձոր ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին։ Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի եւ գյուղացու ծանր վիճակը։ Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։ Նրա հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։ 1960-ական թվականները գրական վեճերի եւ որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում։ Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ նաև Մաթևոսյանն է, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր եւ ուրիշների կյանքը, փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։ Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։ Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում եւ նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում։ Մաթևոսյանը շատ էր սիրում Թումանյանին, բայց նրա հերոսը շատ տարբեր է Թումանյանի հերոսներից։ Նա իսկապես 20-րդ դարի մարդ է, թեև գյուղացի եւ առերևույթ հեռու քաղաքակրթությունից։ Եվ Մաթևոսյանի խոսքը հենց համապատասխանում էր այդ մարդու հոգեբանությանը։ Մյուս կողմից այդ ոճը դժվարացնում է Հրանտ Մաթևոսյանի որոշ գործերի ընթերցանությունը։ Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որը ստացել է նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանված են նաև աշխարհի տարբեր լեզուներով։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին։ Արմինե Բրսոյան, Բարև երկիր։